Մեկը ինձ կարող է բացատրել քպեականներ, հայրենիքի հարցում ո՞նց է կարելի սխալվել։ Կարելի է սխալվել հաշվարկների հարցում, մայկայի հարցում։ Ինչ է նշանակում, դուք մի բանի ասել եք հայրենիք, հիմա ասում ենք դուք ասել եք, որ դա ձեր հայրենիքն է, ասում եք սխալվել ենք։ Հայրենիքի հարցում ո՞նց կարելի է սխալվել։ Ժողովուրդ ջան, հայրենիքի հարցում սխալվողներին ո՞նց կարելի է վստահել։ Այս մարդիկ եթե հայրենիքի հարցում են սխալվում, ինչ հարցում էլ չեն սխալվի։ Ժողովուրդ ջան, ո՞րն է ձեր երաշխիքը, որ 6 ամիս հետո չեն գալու ստեղ կանգնեն ու ասեն, այն ինչ որ հիմա ենք ասում, սխալվել ենք։ Սխալ ենք հաշվարկել։ Իրավիճակ է փոխվել։ Ես մի հատ էլ հարց ունեմ, գուցե հռետորական, բայց եթե ելույթ եք ունենում, խնդրում եմ պատասխանեք։ Քպեականներ, երաշխավորներից ղեկն ես դիվահարվում։ Անկեղծ եմ ասում, ինչ խնդիր կա երաշխավորների հետ։ Երաշխավորի ինստիտուտի հետ ինչ խնդիր կա։ Կարող է ձեր խնդիրը որ ընդդիմությունից եք լսել դա, բայց խնդրում եմ իմ ընդդիմության առաջնորդների իրանցը մի լսեք, Նիկոլ Փաշինյանի ելույթները դրեք լսեք 6 ամիս առաջվա։ Ինքն էր ասում, որ եթե առանց երաշխավորների ցանկացած թուղթ ստորագրել, նշանակում է, որ 12 ժամ հետո կարա պատերազմ լինի։ Հասկանում եք, այս թեզին պատասխանեք, Քրիստինե Վարդանյանին, Աննա Գրիգորյանին մի պատասխանեք, Նիկոլ Փաշինյանն էր ասում։ Հիմա այս երաշխավոր եւ ասում ենք խաղաղությունը երաշխավորված պիտի լինի, ինչի եք դիվահարվում։ Ինչ խնդիր կա երաշխավորների ինստիտուտի հետ։ Այմար դուք ասում եք այս պետության հետ ունենք գերդրացիական հարաբերություններ, բացառիկ։ Մենք երաշխավորի անուն չենք նշել, կարանք իրան բերենք։ Ինչի եք սենց հերոսաբար պայքարում երաշխիքների դեմ։ Ձեր պատկերացրած խաղաղությունը Ալիևի կամքից պիտի կախված լինի։ Այսինքն, գիտեք խնդիրը որն է, որ իրականում դուք ունեք երաշխավոր, անգամ երաշխավորներ ունեք։ Ուղղակի անունը չեք տալիս, որ հայ ազգի տրամադրությունը չփչանա երևի։ Ալիևն է ձեր այս ստատուս քվոյի երաշխավորը։ Էդ է ամբողջ հարցը։